Այդ նախաձեռնությունը, որ նախաձեռնել են կուսակցությունները, դա իհարկե ողջունելու հարց է, մենք բոլորս էլ պատահոր ենք, ուրախանալ, որ հարցը դրվում է Հայաստանի պարլամենտում քննական առարկա ընթանում եւ ներեցյալացման վերաբերյալ։ Մենք ունենք բոլոր փաստեր, այդ փաստերի մասին իհարկե մեր անվանի դարագրող փաստաբան Հասան Թավոյանը, որպես Եզդիայի միության շրջանակներում մենք իրեն ընտրել ենք ցեղասպանության հարցում, որպես նախագահ ինքը զբաղվի այս խնդիրներով։ Մենք ունենք բոլոր փաստաթղթեր, հիմնավոր փաստաթղթեր եւ ներեցյալացման վերաբերյալ։ Մանավանդ վերջի շրջանում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքիստանի մասում բոլորին աշխարհին է հայտնի, որ եզդիները ինչպես ֆիզիկապես կոտորեցին եւ միշտ կոտորում են, շարունակում են նրանց կոտորածը։ Մի շաբաթ առաջ նորից 19 աղջիկների Մուսուլ քաղաքում ուրեմն վանդակի մեջ դասնելով հրկիզեցին այդ երեխաներին, աղջիկներին։ Դա ինչ է նշանակում։ Դա անմարդկային վերաբերմունք է աշխարհը տեսնում է երաշկի առաջ։ Մարդկանց այլում են, հասկանալի է, մենք անպաշտպան ենք։ Բայց գերպետիցիոնները, միջազգային խոշոր կազմակերպությունները պետք է կանգնեն մեր կողքը։ Պետք է օգնել, այսօրվա վիճակում մենք Իրաքի Իսրայելի մասում իհարկե Մուսուլում ունեն գերության մեջ 3500 եզդու կանայք եւ աղջիկներ ունենք հենց գերության մեջ են։ Աշխարհի բոլոր երկրներին ես կոչ եմ անում առանց մարդկությանը ոտքի կանգնել, մեզ օրեօր ֆիզիկապես կոտորում են, սպանում են, այլասերում են, այդպես չի կարելի, մենք ժողովուրդ ենք, չէ՞, մենք ինչ մեղք ունենք։ Իհարկե, ես չգիտեմ, թե նախաձեռնությունը ինչ ճակատագրի կարժանանա, բայց որ հայ ժողովրդի համակրանքը եզդի ժողովրդի կողմն է, դա անվիճելի է, եւ պարոն Թամանյանը մի քանի օր առաջ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ողջունելի է, որ հայոց խորհրդարանում կա նման նախաձեռնություն եւ այո ցանկալի է, որ ներգրավվեն նաեւ համայնքի ներկայացուցիչները։ Եթե ես չեմ շփոթում, կարծեմ աշնանը պիտի քննարկվի հարցը, այնպես որ մենք պիտի միջայդ տեղեկատվություն տանք, եթե իհարկե դրա կարիքը կա, մենք պիտի միասնական ուժերով իսկապես հասնենք այն բանին, որ Իրաքի հյուսիսում կատարվածը եզդիների նկատմամբ ցեղասպանություն